Տեր Հիսուսը կյանքի կրողներ ինքն իր մասին Մատթեոս Հովանես ավետարանի մեջ հայտարարում էր եւ ասում էր. ես եմ հարությունը եւ կյանքը։ Այս ինչ կյանքի մասին էր խոսում։ Արդյոք մեզանից յուրաքանչյուրը չի կարող հայտարարել եւ ասել, որ ես կենդանի եմ, բայց Տեր Հիսուսը մի ուրիշ արտահայտություն էր անում։ Տեր Հիսուսն ասում էր. ես եմ հարությունը եւ կյանքը։ Եվ այս արտահայտությունն ասելով հրեաների մոտ հարցեր էր առաջանում, ինչ է նշանակում ես եմ կյանքը։ Հովանես առաքյալը առաջի Հովանես առաջի գլխի մեջ հայտարարում է եւ ասում է, որ որպես ականատես, եթե Տեր Հիսուսը ասում էր ես եմ կյանքը, Հովանես առաքյալն այսպես էր ասում։ Նա ասում էր կյանքը հայտնվեց եւ կյանքը շոշափեցինք։ Ուզում եմ կարդամ առաջի Հովանես առաջի գլուխ 2-րդ համարից։ Եվ կյանքը հայտնվեց, եւ մենք տեսանք եւ վկայում ենք եւ պատմում ենք ձեզ հավիտենական կյանքը, որ հոր մոտ էր եւ երևաց մեզ։ Նա որ տեսանք եւ լսեցինք, պատմում ենք ձեզ, որ դուք էլ հաղորդություն ունենաք մեզ հետ եւ մեր հաղորդությունը հոր հետ եւ նրա որդի Հիսուս Քրիստոսի հետ է։ Հովանես առաքյալը, որն ականատես էր Հիսուս Քրիստոսի երկրավոր կյանքին, չէր կոչում Տեր Հիսուսին հանկարծ Տեր Հիսուսը կամ անգամ Քրիստոսը, որ խոստացյալ Մեսիան էր։ Հովանես առաքյալն ասում է կյանքը հայտնվեց։ Եվ այդ կյանքը տեսանք, այդ կյանքը շոշափեցինք։ Հանկարծ մի հատ ուրիշ տեսակ կյանքի մասին է խոսում, որովհետև հրեական մտածողության եւ լեզվի մեջ կյանք բառը 3 տարբեր իմաստներով էր արտահայտվում, երբեմն նաեւ 4-րդ տեսակ կյանքի տեսակ էին առանձնացնում եւ այդ կյանքը, որի մասին խոսում աստվածային կյանքն էր, որ Աստված իր մեջ ունի։ Երբ որ նայում ենք Եդեմական պարտեզին, Եդեմական պարտեզի մեջ Աստված գրված է, որ երբ որ հողի փոշուց սարքեց մարդուն, նրա ռնգունքներից շունչ փչեց եւ մարդը կենդանի հոգի եղավ։ Կյանք ունեցավ, Աստված իր կյանքից դրեց մարդու մեջ։ Այն կյանքը, որ Աստծո մեջ կար, Աստված այդ կյանքը դրեց մարդու մեջ։ Եվ ինչ կատարվեց, մարդը ձեռից տվեց, Աստված պայման էր դրել ու ասել էր, որ այդ կյանքը կարող է գոյատևել քո մեջ, իմ կյանքը, որ քո մեջ է, այդ կյանքը կարող գոյատևի այնքան ժամանակ, քանի դեռ դու մնում ես իմ հնազանդության սահմանների մեջ։ Բայց երբ որ մարդը որոշեց, որ դուրս գա Աստծո հնազանդությունից, Աստված ասել էր, որ դու մահ կապրես։ Մահը որպես մի առանձին սուբյեկտ կթափանցի քո մեջ, եւ այդ մահը կսկսի ուտել այն կյանքը, որ ես քո մեջ դրել եմ, եթե դու անհնազանդության մեջ գնաս, եւ այդ մահը որպես մի առանձին սուբյեկտ թափանցեց մարդու մեջ եւ սկսեց աստվածային կյանքը ոչնչացնել մարդու ներսում, եւ մարդը, որ Աստծուց սահմանված էր հավիտենապես ապրելու համար, հանկարծ մարդու կյանքի տարիները փոքրացան, քչացան եւ հասան ամենանվազագույնին։ Եվ այսօր մենք տեսնում ենք, որ մահը որպես անհաղթահարելի թշնամի ամեն մարդու կյանքի մեջ տիրում է։ Եվ չկա որևէ մեկը, որ կարողանա դուրս լինել մահի իշխանությունից։ Ճիշտ եմ ասում, թե դուք գիտեք մեկին, որը ընդմիշտ ապրում է։ Չկա որևէ մեկը, որ կարողանա մահի իշխանությունից ազատ լինել։ Բայց հանկարծ, երբ որ Տեր Հիսուսը հայտնվել էր երկրի վրա, ինքն իր մասին կարողանում էր վկայել եւ հայտարարել եւ ասել. ես եմ կյանքը, այն կյանքը, որ Աստծո մեջ է, ես եմ այդ կյանքը։ Այս մասին գրված է Հովանես ավետարանի մեջ։ Հովանես ավետարան 5-րդ գլուխ 26-րդ համարի մեջ այսպես ենք կարդում. Որովհետև ինչպես որ հայրն իր անձում կյանք ունի, այնպես էլ որդուն տվեց, որ իր անձում կյանք ունենա։ Այն կյանքը, որ հոր մեջ էր, Տեր Հիսուսի մեջ էր այլևս։ Եվ այն կյանքը, որի մասին մարդիկ երբևէ կարող էին երազել, որ այդ կյանքն ունենան, Աստծո կյանքին հաղորդ լինեն հավիտենապես ապրելու համար, որովհետև Եդեմի պարտեզի մեջ Աստված դրել էր մի ծառ, որի անունն էր կյանքի ծառ։ Երկու ծառ կար, մեկը բարի եւ չարի գիտության ծառն էր, որից արգելված էր որ ուտեն, բայց մյուսը կյանքի ծառն էր։
Եվ հանկարծ երբ որ Ադամն ու Եվան մեղք էին գործել եւ Աստծուց անհնազանդ լինելով մահից խայթվել էին, Աստված հրեշտակին կանգնացրեց այդ կյանքի ծառի մոտ, որ հանկարծ չլինի թե այդ կյանքի ծառից ուտեն եւ հավիտենապես ապրեն այդ ձեր մեղանչական բնույթով։ Եվ եկավ ժամանակը մարդու ստեղծագործությունից 4000 տարի անցել էր եւ հանկարծ այդ կյանքի ծառը հայտնվեց մարդկանց մեջ եւ մարդկանց հնարավորություն կար առնչվել այս կյանքի հետ աստվածային կյանքն ընդունելու համար եւ Տեր Հիսուսը որ հայտարարում է ու ասում էր ես եմ կյանքը հանկարծ այդ կյանքին հաղորդվելու եւ հաղորդակից լինելու հնարավորություն կար եւ Հովանես Առաքյալը որ հայտարարում էր ասում էր կյանքը հայտնվեց կյանքը տեսանք շոշափեցինք այդ կյանք եւ ուզում ենք ձեզ էլ ավելտից տանք որպեսզի դուք էլ մեր հետ հաղորդակից լինեք Աստծո կյանքին եւ մեր հաղորդությունը Աստծո հետ եւ Հիսուս Քրիստոսի հետ է եւ երբ որ որևէ մեկը որ մահվան վախեր ունի մահվան իրականությունից սարսափ ունի հանկարծ հանդիպում է Աստծո կյանքին մահի սարսափը վերանում է որովհետեւ Տեր Հիսուսը Հովանես ավետարանի մեջ ասում էր 6-րդ գլուխ 40-րդ համարի մեջ Եվ սա է ինձ ուղարկողի կամքը որ ամեն ով որ տեսնում է որդուն եւ հավատում է նրան հավիտենական կյանք ունենա եւ ես հետին օրում կհալուցանեմ նրան Տեր Հիսուսը բացահայտում էր Հայր Աստծո կամքը եւ Աստծո սիրտն էր բացահայտում ասում էր հոր սրտի մեջ գիտեք ինչ փափակ ինչ ցանկություն կա ինչ երազանք կա ինչ ձգտումներ կա ինչ իղձեր կան հոր սրտի մեջի փափագը սա որպեսզի ամեն մեկը հավիտենական կյանք ունենա եւ ես ձեզ հետին օրում հարություն կտամ Մենք հիմա տոնում ենք Տեր Հիսուսի հարությունը, փառավոր հարությունը, որ մահին հաղթեց գերեզմանի մեջ, բայց Տեր Հիսուսն ասում էր, երբ որ դուք կմահանաք, այն ձև ոնց որ ես եմ հարություն առել գերեզմանից, մի օր կա, որ այդ օրվա մեջ դուք էլ հարություն եք առնելու։ Այդ օրվա մեջ ձեզ համար էլ նույն հարությունը պատրաստված է եւ ես հարություն կտամ ձեզ, սա էր Տեր Հիսուսի հայտարարությունը, որ ես ձեզ հարություն կտամ։ Ինչ կատարվեց ըստ էության, որ մենք խոսում ենք Տեր Հիսուսի մասին որպես կյանք, որտեղ ինքը իր ապրում էր, քայլում էր, գործում էր, իր կյանքի ազդեցությունն էր տարածում, մարդիկ բժշկվում էին, մարդիկ փրկվում էին, մարդկանց կյանքերի մեջ ուրախություն էր գալիս, մեղքերից ազատագրվում էին ու հանկարծ այս կյանքը, որ հայտնվել էր երկրի վրա, որ սատանան տեսնում էր, որ մարդկային ստեղծագործության սկզբից, երբ որ սպանել է Աստծո կյանքը մարդկանց մեջ եւ մնացել է ընդամենը կենսաբանական գոյատևող կյանք, ոնց որ բույսերն ունեն կյանք, մարդու կյանքի տարիներն էլ ոնց որ թե սահմանված լինելով ընդամենը կենսաբանական կյանք է, բայց ոչ ավելին, որովհետեւ Աստծո կյանքը մահացել է մարդու մեջ եւ սատանան որ տեսնում էր, որ մարդու մեջ Աստծո կյանքը սպանել է հանկարծ տեսնում էր, որ 4000 տարի անց ստեղծագործությունից հայտնվել է մեկը, որ իր մեջ Աստծո կյանքն է կրում։ Եվ իր հետաքրքրվածությունը, իր ձգտումները սա էր, որ այդ կյանքը սպանի, այդ կյանքի վերջ դնի, այնձև ոնց որ Եդեմական պարտեզի մեջ կյանքը սպանեց, ուզում էր նորից այդ կյանքին վերջ դնի ու կյանքը սպանի։ Եվ կարծես թե նրան հաջողվեց։ Որովհետև ինչ որ կերպ նա հրահրեց մարդկանց, որ սպանեք դրան, թեև մարդկությունն այդքան տեսել էր հրաշքներ, տեսել էր մի վատ բան չէր տեսել, մի մեղք չէր տեսել, որ այդ կյանքը գործի, որովհետև Տեր Հիսուսը երբևէ որևէ մեղք չգործեց ու սա ֆենոմենալ մի իրադարձություն էր երկիր մոլորակի վրա։ Տեր Հիսուսը 33 տարի ապրեց երկրի վրա եւ որևէ մեղք չգործեց, որևէ հանցանք չգործեց, որևէ անիրավություն չգտնվեց նրա վրա։ Եվ հանկարծ, երբ որ Տեր Հիսուսին սատանային հաջողվեց, որ այս լույսը, այս լուսավոր կետը երկիր մոլորակի, որ խաչի վրա գամի ու սպանի, ինքը մտածեց, որ վերջապես ես սպանեցի այս կյանքն էլ։ Տեր Հիսուսը, քանի որ որևէ մեղք չէր գործել, մահը չէր կարող նրա վրա իշխանություն ունենալ։ Բայց եթե
մահը չկար նրա մեղք չկար նրա կյանքի մեջ եւ նա մեղք չէր գործել եւ հետեւաբար չէր կարող մահանալ, նա Աստծո կյանքն էր կրում իր մեջ, ինչու մահացավ, որովհետեւ Տեր Հիսուսը մարդկության մեղավորությունը վերցնելով իր վրա կրեց մեղքի դատապարտությունը եւ մահացավ խաչի վրա։ Եվ սա անելով Տեր Հիսուսը մեղքի դատապարտությունը կրելով եւ մահանալով խաչի վրա Տեր Հիսուսը դրվեց գերեզման եւ սատանային թվաց թե հաջողել է եւ վերջ է դրել կյանքին, բայց հանկարծ երրորդ օրը Տեր Հիսուսը հարություն առավ մեռելներից, որտեղ նրա վրա որևէ արատ չկար եւ որևէ մեղք չկար, Աստված Տեր Հիսուսին հարություն տվեց եւ սրանով տոնեց հաղթանակ մեղքի նկատմամբ եւ մահի նկատմամբ։ Եթե քեզ կասեն, որ մահը անհաղթահարելի թշնամի է, չհավատաս, որտեղ պատմության մեջ մեկը եղել է, որ հաղթել է մահին։ Տեր Հիսուսը հաղթել է մահին եւ մահը անհաղթահարելի թշնամի չի, մահը հաղթահարելի է։ Եվ Տեր Հիսուսը Աստծո կյանքը կրելով իր անձի մեջ, Աստծուց տրված կյանքը ունենալով, Աստծո կյանքով հաղթություն տոնեց մեղքի եւ մահվան նկատմամբ։ Եվ Հովանես ավետարանի մեջ 3-րդ գլուխ 36-րդ համարի մեջ Տեր Հիսուսը այսպես էր հայտարարում. Որդուն հավատացողը հավիտենական կյանք ունի, իսկ որդուն չհնազանդողը կյանքը չի տեսնի, այլ Աստծո բարկությունը մնում է նրա վրա։ Տեր Հիսուսը հանկարծ ասում է. ես կյանք ունեմ, դա փաստ է, եւ ես Աստծո կյանքի կրողն եմ, եւ մահը չկարողացավ ինձ հաղթել, բայց հանկարծ Տեր Հիսուսը շատ ավելի առաջ է անցնում եւ ասում է. որդուն հավատացողը կյանք ունի։ Որդուն հավատացողը կյանք ունի։ Եվ Տեր Հիսուսը կոչ էր անում, երբ որ իրան հարցնում են, ասում են, ինչ անենք, որ Աստծո գործը գործենք, ասում էր, հավատացեք նրան, որ ուղարկել է։ Եվ Տեր Հիսուսն ասում էր, որդուն հավատացողը կյանք ունի։ Ու եթե քո սրտի մեջ դու հավատք ունես Աստծո որդու նկատմամբ, Տեր Հիսուսն ասում է, դու կյանք ունես։ Բայց Տեր Հիսուսը շատ ավելի առաջ անցնում, ասում է, բայց որդուն չհնազանդվողը կյանքը չի տենա։ Այսինքն հավատքը դա հնազանդության կենսակերպ է եւ ոչ թե ընդհանրապես հավանություն տալն է այն մտքին, որ Աստված կա կամ որ Հիսուս Քրիստոսը հարություն է առել։ Եվ Տեր Հիսուսը սրանով կոչ էր անում ու ասում էր, որ հավատքը քեզ կարող է Աստծո կյանքին հաղորդ դարձնել եւ մարդկանց համար դժվար է հավատալ, որ ձրի կարող են փրկություն, ձրի կարող են Աստծո կյանքին հաղորդ լինել, որովհետեւ ես գրեթե մի ամիս առաջ մեկի հետ խոսում էի, մի հատ մարդու հետ խոսում էի, որը բավականին խելացի կրթված մարդ էր եւ ինքը բարեպաշտ մարդ էր իրան համարում ու իրականում կարել բարեպաշտ մարդ, բայց երբ որ ուզում ես ձրի փրկության ավետարանը իրան ներկայացնես, որ փրկությունը դա ձրի է, դու պարզապես հավատքով կարող ես փրկվել, ինքը իր սլաքները տանում էր իր գործերի վրա, որ ես բարեպաշտ եմ ապրել։ Բայց մեր բարեպաշտությունը չի կարող մեզ փրկել, որովհետև մենք մեղավոր ենք մեր բնույթով, մեր գործողություններով, մեր կյանքով, մեր անցյալով։ Եվ որևէ մարդ չի կարող փրկվել իր բարեպաշտությունով, որովհետև սրա կողքին մենք նաև մեղավոր ենք։ Բայց կերպը, որով մենք կարող ենք Աստծո կյանքին հաղորդ լինել, սա հավատքն է, որ մենք հավատում ենք։ Շատ ավելի ուշ կասեմ, թե ինչին ենք հավատում։ Եվ Հովանես ավետարանի մեջ Հովանես առաքյալը առաջի թղթի 5-րդ գլուխ 10-12 համարների մեջ այսպես է արտահայտվում. ով որ հավատում է Աստծո որդուն, վկայություն ունի իր անձում, ով որ չի հավատում Աստծուն, ստախոս է արել նրան, որովհետև չհավատաց այն վկայությանը, որ Աստված վկայեց իր որդու մասին։ Եվ սա է վկայությունը, որ Աստված հավիտենական կյանք տվեց մեզ եւ այս կյանքը նրա որդու մեջ է։ Ով որ որդուն ունի, նա կյանքն ունի։ Ով որ Աստծո որդուն չունի, նա կյանքը չունի։ Շատ հստակ սահմանում է տալիս Աստված ու կարմիր գծով սենց շրջանակի մեջ ավերցնում եւ ասում է. ով որ որդուն ունի, նա կյանք ունի։ Ով որ որդուն ունի, կյանքը չունի։ Եվ Աստված կյանքը դրեց որդու մեջ։ Եվ այսօր մեզանից յուրաքանչյուրի համար մարտահրավեր կա նետված։ Եթե դու որդուն ունես, դու կյանք ունես, եթե որդուն չունես, կյանքը չունես։
Այսօր ժամանակակից աշխարհի մեջ կարծես մի հատ բարոյագիտական կրոն է ստեղծում եւ մարդկանց ասում են մահմեդականությունը նույն Աստծուն ապաշտում, կրիշնայականությունը նույն Աստծուն, բուդդիզմը նույն Աստծուն, քրիստոնեությունը նույն Աստծուն, եւ քանի որ մենք բոլորս նույն արարչին ենք պաշտում, ճանապարհները տարբեր են, բայց նպատակը նույնն է, եւ տարբեր ճանապարհներով մենք կարող ենք հասնել Աստծուն։ Բայց ավետարանը մեզ հստակ ասում է, ով որ որդուն ունի, նա կյանք ունի, ով որդուն չունի, նա կյանքը չունի։ Եվ վերջակետ։ Ով որ որդուն ունի, նա կյանք ունի։ Եվ ուզում եմ քեզ մի հարց տամ. որդուն ունես, թե չունես։ Որդուն ունես քո կյանքի մեջ, թե չունես։ Սուրբ Գիրքն ասում է, ով որ ընդունեց նրան, նա կյանք ունի։ Ով որ ընդունեց նրան, նա կյանք ունի։ Այս հատվածի մեջ ասում է, ով որ որդուն ունի, նա կյանքն ունի։ Եվ ով որ որդուն չունի, նա կյանքը չունի։ Ընդունված լինելու մասին է խոսում Սուրբ Գիրքը։ Եվ եթե ավետանին հարցնելու եղնենք, ասենք, լավ, ես ո՞նց ընդունեմ որդուն։ Հռոմեացիս թուղթը այս մասին խոսում է եւ 10-րդ գլխի 9-րդ համարի մեջ այսպես է հայտարարում. Եթե քո բերանովը դավանես եւ քո սրտիդ մեջ հավատաս, որ Աստված Հիսուս Քրիստոսին մեռելներից հարություն տվեց, դու կփրկվես։ Եթե բերանովդ Հիսուս Քրիստոսին Տեր դավանես եւ սրտիդ մեջ հավատաս, որ Աստված նրան մեռելներից հարություն տվեց։ Մենք մտածում ենք, ասում ենք, դե այդ Տեր դավանելը բոլորն էլ Տեր են դավանում Հիսուս Քրիստոսին, բայց արդյոք բոլորը փրկված են։ Պողոս առաքյալը, երբ որ հռոմեացիներին գրում էր այս ուղերձը, Պողոս առաքյալը գիտեր ինչ կնկատի Հիսուս Քրիստոսին Տեր դավանել, որտեղ հռոմեական կայսրության մեջ մարդիկ երբ որ հանդիպում էին իրար եւ իրար ողջունում էին, նրանց ողջույնը ոչ թե բարև, բարելույս, բարի օրն էր, այլ նրանց ողջույնը ուղղված միմյանց սա էր. Կայսրն է Տերը։ Եվ հանկարծ Պողոս առաքյալը քրիստոնյաներին ասում է, եթե դու համարձակվես հռոմեական կայսրության կանոններին դեմ գնաս եւ ոչ թե կայսրին ասես կայսրն է Տերը, այլ ասես Հիսուս Քրիստոսն է Տերը, եթե դու համարձակվես դավանել, քո համար համաձայն ես, որ դրա համար քեզ կարող են տանել առյուծների բերան գցել կամ խարույկների վրա այրել, եթե դու համաձայն ես Հիսուս Քրիստոսին քո կյանքի Տեր կոչես, այսինքն ինքը այնքան ավելի կարևոր եղնի քեզ համար, քան քո սեփական կյանքն է։ Եվ ես ուզում եմ զուգահեռ տանեմ, երբ որ մենք մեր համար կարող ենք Հիսուս Քրիստոսին մեր կյանքի մեծագույն ձեռքբերումը համարել եւ հանուն նրա պատրաստ ենք անգամ մեր կյանքը դնել, մեր ցանկությունները զոհել, մեր նախասիրությունները դնել խաչի վրա, մեր միտքը, մեր զգացմունքները, մեր կամքը դնել նրա կամքի վրա եւ նրան ասենք դու ես իմ կյանքի Տերը։ Եվ հանկարծ Պողոս առաքյալը շարունակում է եւ չի բավարարվում սրանով, որ ասում է, եթե Հիսուս Քրիստոսին քո բերանովդ Տեր դավանես եւ քո սրտիդ մեջ հավատաս, մենք կարող ենք ասել, բա բոլորն էլ հավատում են, այսօր մեր ազգին նայենք, բոլոր մարդիկ էլ հավատում են, բայց ինչին հավատաս։ Հավատաս, որ Աստված կա։ Սուրբ Գիրքն ասում է, դևերն էլ են հավատում, անգամ սարսափում են Աստծուց։ Ու ինչ Պողոս առաքյալն ասում է, եթե սրտումդ հավատաս, որ Աստված նրան մեռելներից հարություն տվեց, կփրկվես։ Հիսուս Քրիստոսին Տեր ես դավանում, գիտակցելով, որ նա քո կյանքի մեծագույն ձեռքբերումն է եւ քո սրտի մեջ հավատում ես, որ Աստված նրան մեռելներից հարություն տվեց։ Ինչ կնշանակի մեռելներից հարություն տալ։ Աստված Հիսուս Քրիստոսին գերակա դարձրեց ամեն ինչից եւ ամեն իշխանություն նրա ոտների տակ է։ Տեր Հիսուսը Մատթեոս ավետանի վերջի գլխում հայտարարում էր աշակերտներին եւ ասում էր. Ինձ է տրված ամեն իշխանություն երկնքում եւ երկրի վրա։ Միակ մարդը, որ կարող էր ամբողջ իշխանությունը իր ձեռքի մեջ պահել, դա Տեր Հիսուսն էր։
Եվ Տեր Հիսուսը որպես մարդ հաղթելով մեղքին մարմնի մեջ եւ հաղթելով մահվանը գերեզմանի մեջ, Տեր Հիսուսը կարող էր ասել. ինձ է տրված ամեն իշխանություն երկնքում եւ երկրի վրա։ Ու հանկարծ երբ որ ես իմ կյանքը խոնարհում եմ նրան, եւ ես ասում եմ, ես հավատում եմ քո հարությանը, ես հավատում եմ, որ դու հարություն ես առել եւ ինձ արդարացրել ես։ Ես հավատում եմ, որ դու մահվան եւ մեղքի բանալիները քո ձեռքերի մեջ ես պահում։ Տեր Հիսուսի հարությունը ինչ արդյունք տվեց մեզանից յուրաքանչյուրին։ Հռոմեացիս 4:25 համարի մեջ Սուրբ Գիրքն ասում է, որ Տեր Հիսուսը մեզ արդարացնելու համար հարություն առավ։ Ինչ է նշանակում սա։ Սա նշանակում է, որ ես արդար եմ այլևս։ Ես անգամներ ասել ենք, անգամներ լսել եք, գիտեք, որ որն է տարբերությունը արդարի եւ ներված մեղավորի։ Ներված մեղավորը կարող է ասել ես մեղավոր եմ, բայց Աստված ինձ ներել է, բայց արդարը կարող է ասել ես երբևէ որևէ մեղք չեմ գործել։ Եվ մեզանից յուրաքանչյուրը Տեր Հիսուսի կատարած փառավոր գործի շնորհիվ ունի արդարություն։ Տեր Հիսուսը իր արդարությունը տվեց մեզ մեր մեղավորությունը վերցնելով եւ Տեր Հիսուսի հարությունը պատճառ է, որպեսզի մենք հարություն առած Հիսուսի հավատով արդարներ լինենք։ Եվ մեզանից ամեն մեկը կարող է ասել ես իրավաբանորեն արդար եմ։ Աստված ինձ նայում է, որպես երբևէ որևէ մեղք չգործածի, որտեղ Հիսուս Քրիստոսի արյունով մաքրված եմ մեղքերից եւ նրա հարությունով արդարացած եմ Աստծո առաջ որպես արդար կանգնելու։ Հռոմեացիս 15:55 համարի մեջ Պողոս առաքյալը հայտարարում է եւ ասում է, որ հաղթված մահ եւ հաղթված գերեզման կա, որ մահը մեզ թվում է թե մահը վերջն է, մահը անհաղթահարելի թշնամի է, բայց Պողոս առաքյալն ասում է, որ մահը հաղթված է, գերեզմանը հաղթված է։ Տեր Հիսուսի համար գրված է, որ Եբրայեցիս թղթի մեջ ասում է, որ Տեր Հիսուսը իր մահով եւ հարությունով փչացրեց մահվան իշխանություն ունեցողին։ Ես չգիտեմ, այս փչացրեց բառը ով ոնց կհասկանա, բայց բոլոր իմաստներով էլ ճիշտ է հասկանալ, որովհետեւ Տեր Հիսուսը փչացրեց մահվան իշխանություն ունեցողին։ Սատանան ուներ իշխանությունը մահվան, բայց Տեր Հիսուսը փչացրեց մահվան իշխանություն ունեցողին եւ սրա համար հավիտյան արժե որ նրան պատիվ տանք, փառք տանք, մեծարանք տանք, որովհետեւ Տեր Հիսուսը հաղթեց մահվան իշխանություն ունեցողին եւ այն իշխանությունը, որ սատանան իր ձեռքերի մեջ էր պահում, Տեր Հիսուսը այս աշխատող մեխանիզմը փչացրեց եւ ասավ այլևս դու չես կարող ունենալ մահվան իշխանությունը, ամեն իշխանություն իմ ձեռքերի մեջ է։ Ամեն, փառք Տիրոջ։ Եվ հայտնության առաջի գլուխ 18-րդ խոսքի մեջ Տեր Հիսուսն ասում է, որ ինքը ձեռք բերեց մահվան բանալիները։ Եթե մահը պատկերացնենք, որ մի դուռ է, որ բանալի ունի, Տեր Հիսուսը այս բանալիները ձեռք բերեց եւ իր գրպանում դրեց։ Տեր Հիսուսի ձեռքերի մեջ են մահվան բանալիները։ Ինքը երբ կուզի կբացի, երբ կուզի կփակի, իր ձեռների մեջ են եւ Տեր Հիսուսը այս փառավոր գործը արեց մեզանից յուրաքանչյուրի համար։ Եվ Հռոմեացիս թուղթը նաև խոսում է 5-րդ գլուխ 10-րդ համարի մեջ, որ Տեր Հիսուսը հաշտեցրեց մեզ Աստծո հետ իր հարությունով։ Այս հարությունը մեզ համար փառավոր գործ գործեց։ Եվ ոչ միայն այսքան Պետրոս առաքյալը նաև խոսում է, որ Տեր Հիսուսի հարությունով մենք վերստին ծնունդ ունեցանք, Աստծո համար ծնվեցինք, մեր մեջ աստվածային բնույթը ծնվեց։ Եվ շատ ավելի կարող ենք շարունակել եւ շատ ավելի մանրանալ ճոխ գործի համար, որ Տեր Հիսուսն արել է, բայց մենք հավիտենության մեջ շատ ավելի խորը կգիտակցենք, թե ինչ փառավոր գործ արեց Տեր Հիսուսը մեզ համար, բայց մենք այսօր հավաքվել ենք տոնելու Տեր Հիսուսի փառահեղ հարության տոնը, որ նշանակում է, որ Տեր Հիսուսը հաղթեց գերեզմանին, հաղթեց մահին, հաղթեց մեղքին եւ Տեր Հիսուսը հարություն առնելով տոնեց մեզ համար, մեզ հաղորդ դարձրեց Աստծո կյանքին եւ Տեր Հիսուսը իր կյանքը, որ իր մեջ ունեց, մեզանից յուրաքանչյուրին հյուրասիրում է այդ կյանքը, որպեսզի մենք Աստծո կյանքին հաղորդ լինենք։ Մի անգամ Պողոս առաքյալը
միտեղ եղող ժողովրդին, որ գնացել էր ավետարան քարոզելու, եւ այդ հрьяաները, որ չէին ընդունում այդ ավետարանը, Պողոս առաքյալը հայտարարեց, ասեց, եթե դուք ձեզ Աստծո կյանքին անհամեմատ եք տեսնում, որպեսզի Աստծո տված կյանքը, հավիտենական կյանքն ընդունեք, դուք ձեզ անհամապատասխան եք տեսնում, մենք կգնանք հрьяաներին։ Աստծո ավետարանը երբևէ չի կանգնել։ Եվ Աստված ամեն մարդու հյուրասիրում է, հրամցնում է իր աստվածային հավիտենական կյանքը։ Եվ եթե որևէ մեկը համաձայնվի Աստծո կյանքին հաղորդ դառնալ եւ հավատքով հնազանդություն ունենա Աստծուն, այս մարդը ձեռք կբերի։ Բայց եթե որևէ մեկը իրան անհամապատասխան տեսնի այդ կյանքի հետ կամ չուզենա վերցնել, Աստված որևէ բան չի կարող անել այս իրավիճակի մեջ, որովհետեւ Աստված առաջարկում է, եթե որևէ մեկը քեզ ուզենա ծրի նվիրի մի հատ սեփական բնակարան կամ մի հատ մեքենա, դու եթե հրաժարվես դրանից, ինքը անհատույց որևէ ակնկալիք չունենալով քեզանից ուզենա նվիրի եւ դու չվերցնես, կողքից մարդիկ, որ իմանան, քեզ կասեն, բախել կտուր էր, որ չընդունեցիր այդ նվերը։ Աստված մեզ հավիտենական կյանք է առաջարկում։ Եվ եթե մենք հրաժարվենք, մի օր մենք կափսոսանք եւ դա կլինի ամենամեծ ափսոսանքը, որ մենք կունենանք մեր անցյալ կյանքին նայելով։ Եվ ուզում եմ եւս մեկ անգամ հայտարարեմ Տեր Հիսուսի ասած խոսքերը, որովհետեւ Աստված այնպես սիրեց աշխարհը, որ մինչև իր միածին որդին տվեց, որ ով որ նրան հավատա, չկորցվի, այլ հավիտենական կյանք ունենա։ Եվ սա Աստծո ծրի նվերն է, եւ որպեսի ոչ մեկը չպարծենա, Աստծո նվերն բացարձակ նվերը, որ ոչ մեկը չպարծենա, ասի, ես իմ ուժով, իմ ճարպկությունով փրկություն ձեռք բերեցի։ Աստված նվեր է տալիս յուրաքանչյուր մարդու։ Եվ մենք պիտի կանգնենք Տեր Հիսուսին փառավորելու այն ճոխ գործի համար, որ ինքն արեց, բայց մինչև կկանգնենք փառավորելու, ուզում եմ կանգնենք աղոթքի եւ եթե որևէ մեկը կա, որ դեռևս Տեր Հիսուս Քրիստոսին իր կյանքի Տեր եւ Փրկիչ չի ընդունել, ուզում եմ իրար հետ աղոթք անենք։ Եվ եթե դու չգիտես այդ աղոթքը ոնց աղոթք անես, ես կարող եմ այդ աղոթքի օրինակը արտասանել եւ եթե դու համաձայն ես դրա հետ, քո սրտի մեջ կրկնես եւ Տեր Հիսուսին հրավիրես որպես քո կյանքի Տեր եւ Փրկիչ լինելու։ Երկնավոր Հայր, ես շնորհակալ եմ քեզանից, որ դու ինձ համար Հիսուս Քրիստոսին հարություն տվեցիր։ Եվ Հիսուս Քրիստոսի հարությունով ինձ հաղթություն տվեցիր մեղքի եւ մահվան նկատմամբ։ Ես հավատում եմ, որ Հիսուս Քրիստոսը իմ կյանքի Տերն է։ Եվ ես հավատում եմ, որ Հիսուս Քրիստոսի հարությունը ինձ կյանք է տալիս։ Ես ապաշխարում եմ իմ անցյալ կյանքի մեղքերից եւ խնդրում եմ, որ Հիսուս Քրիստոսի արյունը մաքրի ինձ իմ բոլոր մեղքերից։ Եվ ես ուզում եմ դառնալ քեզ ծառա եւ քեզ զավակ։ Եվ խնդրում եմ, որ իմ անունը գրես հավիտենական կյանքի գրքի մեջ։ Շնորհակալ եմ քեզանից, որ ինձ ընդունում ես որպես զավակ։ Եվ ուզում եմ ամբողջ կյանքս ապրել քո համար եւ ծառայել քեզ։ Ամեն։